99%-ով Ալիևի քրդական ընտանիքի, ասենք, խանության վերջնա լինելու։ Իսրայելը օկուպացիայի Իրանի չի կարող գնա, չի ձգել։ Թուրքերի ստեղ կարտ բլանշը, որ իրանք ստացել էին, ուղղված է եղել կոնկրետ, շատ կոնկրետ։ Հարավային եվրասիական պրոյեկտը առաջ քաշելու։ Գոնե որպես, ասենք, վզկապ լինենք թուրքական շամ վզին։ Աստծուն պետք է ծառայես լավագույն ազգը պաշտպանելով։ Ինչու, որովհետև ուրիշ ուղղությունների առաջնորդություն։ Ես ասում եմ ինքը չուներ ուրիշ ուղղությունների վրա։ Հիմա էլ անում է, բայց չի հեռանում, անհնար է։ Ինչ անել, որ մեր համադառնա հնարավորություն։ Հա, վտանգը դառնա հնարավորություն շանս։ Ну առաջինը, ասենք, ժամանակ չկորցնի։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրը Ոմայի նախագահ Վովա Վարդանովն է, բարով եք եկել, հարգանքներս։ Շնորհակալություն։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Հասան Աբասին, բարով Վարդանով, հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանը Իրանից առանձնացվել եւ Ռուսաստանին է հանձնվել 1828 թվականին, հայտնի Թուրքմենչայի պայմանագրի հիման վրա 100 տարի ժամկետով։ Այդ 100 տարի վաղուց անցել է, ուստի ժամանակն է վերականգնել Իրանի տարածքային ամբողջականությունը։ Ընտարքիր է, չէ՞։ 100 տարին ասենք, որ սա ամենաազդեցիկ գեներալներից մեկն է։ Գիտեմ, Աբասին գիտեմ, ինքը բանի հետևակի զրատանկային բան այդ տիպի, ասենք, բաներով էր զբաղված։ Ամենայն դեպս այն դիվիզիաները, որ թուրքերի սահմանի վրա կայնած են, դրանցից մեկի հրամանատարը ժամանակին ինքն է եղել։ Ասենք մի 10 տարի, 15 տարի առաջ։ Ու չեմ անում կոնկրետ որտեղի։ 100 տարվա հետ կապված կարելի է իհարկե վիճել, որովհետև այդ պայմանագրի տեքստին ես մի քիչ ծանոթ եմ, չկա այդպես բան, որտեղ գրվում է, որ հավերժ փոխանցվում է բանին, Ռուսաստանին, պատերազմի արդյունքում եւ այլն։ Իհարկե կարա ասի, որ մեզանից օկուպացրել է բանը Ռուսաստանը, հիմա Ռուսաստանը հեռացել է ու դեօկուպացիա են անում, ասենք հետ ենք եկալու, կարան այդպես բան անել։ Կարծեմ հայտարարությունը արել է մոտ 4 օր առաջ, չէ՞, ինչքան հիշում եմ։ Դե հասկանալի է, ինչի, որովհետև նայեք, այն բաները, որ սկսեց խառը իրավիճակը։ Ապակայունացումը Իրանի ներսում։ Այո, Իրանում այդ բաները, որ սկսեց, հա, իդեպ այդտեղ կարճ մի հատ ռեման կա անեմ, էլի։ Այն երկիրը ու այն հասարակությունը, որը ապուշ չի, ինքը ցանկացած իրավիճակում, ցանկացած բանից, երկրաշարժից, խոլերայից, տիֆից, հրաբուխից, բանա ցունամիից, ամեն ինչից օգուտով է դուրս գալի։ Մանավանդ հարևանների մոտ։ Իրանը մեր հարևանը լինելով, մենք էլ կարայինք օգուտով այս իրավիճակից դուրս գանք։ Ցավալի է, այդ իրավիճակը արդեն փակվավ, այդ հնարավորությունների պատմանը մենք չօգտվեցինք։ Անգամ բանը դեսպանի բանը, ասենք, այդ հայտարարությունը մտածելու տեղ է տալի, էլի Իրանի բազագույնը, ում անդրադարձել է, արձագանքել է վարչապետը, բայց մտածելու տեղ է տալի, ասենք, որ կակ մինիմում կարելի էր մի երկու հատ ավել ներողություն խնդրել, խոսքի օրինակ, որ Իրանը թույլ չի տա, Իրանը տենց հեշտ տապալ է, ինչքան էլ ասենք ուրիշ երկրներ ոչ ապուշ պատրաստ էին այդ զարգացումներին, ես նկատի ունեմ կես տարի առաջ Իրանը ռմբակոծող Իսրայելին եւ Միացյալ Ամերիկայի Նահանգներին, Իրանը տենց թեթև տալչոկներով դրսից չի քանդելու։ Սիրիա, Իրաք չի է։ Սիրիան էլ ախր հեշտ չքանդեցին, է։ Այո։ Սիրիան երկար ժամանակ բզում էին։ Այո։ Բանա, ուրեմն Խաֆես Ասադի մահից հետո հասենց ինչ որ փորձել են ապակայունացնել, Բաշար Ասադը ուրեմն երբ որ եկավ իշխանության, էլի բզում էին, հետո եղավ, ասենք, հայտնի այդ հեղափոխական գործողությունները, ու հեղափոխական չէ, բունտերը, որը որ բերեց հեղափոխական գործողություններ, որը իր հերթին, ասենք, վերածեց քաղաքացիական պատերազմի, ու դա տևեց մոտավորապես 16-17 տարի։ То есть տենց հեշտ չի էլի նման բաները, նաև Սիրիայում արվել, որտեղ հսկայական դիսբալանս կա, էլի Սիրիա-Իրան։ Հա, անհամեմատելի է, որտեղ Սիրիան միշտ եղել է բան, արաբական աշխարհի համար ինքը եղել է զարդ,
որը թագի զարդ է եղել։ Ինքը իր մեջ այտենց լուրջ պոտենցիալ կայսերական, ոչ Հռոմի համար է եղել, ոչ Տիգրան Մեծի համար է եղել, ոչ Պարթևների, ինքը եղել է նվաճելու առարկա Սիրիան, արաբների համար նույնպես։ Իսկ Իրանը դա այն կայսրությունն է, որը որ նույնիսկ պետություն, որպես իրեն չի կարելի անվանել ուղղակի պետություն, այնքան կայսրությունն է, որ մոտ 3000 տարվա պատմություն ունի, եթե բանը թագավորությունը հաշվենք եւ իր իրավահաջորդ մեդիան հաշվենք եւ մեդիայի իրավահաջորդ, ասենք, իրանական ցեղ պարսիկներին հաշվենք, դուք 3000 տարվա կայսրություն է։ Ինքը բոլոր ժողովուրդներին, որոնց նվաճել է, մաքսիմալ Ավստրիայի նման, ավստրո-հունգարական կայսրության նման, ավստրիական սկզբից կայսրության նման չի ոչնչացրել։ Նեղել է, որ մի քիչ իր բանը շահերը ավելի համընկնի այդ ժողովրդի հետ, բայց ոչնչացնելու ցանկություն, գենոցիդալ բաներ չի արել ինքը։ Դրա պատճառով է ինքը ձևավորվել որպես կայսրություն եւ մեր բախտը չբերեց, որ Տիգրան Մեծը ասենք չկարողացավ այդ նոր ստեղծված պետությունը մի քանի սերունդ գոնե փոխանցի իր ժառանգներին, որ ձևավորվեր այդ կայսրությունը։ Իրանը այդպես հեշտ չի փլվի միանշանակ եւ Աբասին դա գիտեք ինչ, դա հայտ է, որ խելոք մնացեք։ Թուրքերը այնքան գիտակցություն ունեին, օրինակ շատ չողջևորվան Բաքվի թուրքերը, հասկանալով, որ եթե հանգարց Իրանի փլուզումը այդ աշխարհաբեկ, ասենք, Միացյալ Ամերիկայի Նահանգների օգնությամբ ինչ որ ձև փլուզվի եւ 20 միլիոն 18-ից 20 միլիոն բնակչություն ունեցող թուրքաբնակ հյուսիսարևելյան բաները նահանգները եւ հյուսիսարևմտյան եւ արևմտյան նահանգները թուրքաբնակ կպնի բանին, բացի դրանից, ասենք, մոտ 5-ից 7 միլիոն էլ, ասենք, ուրիշ տարածքներում ապրող թուրքերը կգան կլցվեն եւ ազգային պետություն, ավելի շուտ իրանք կուլ կտան Բաքվին, քան Բաքուն կկարնա իրանց, ասենք, բանանում։ Ես էս մի քանի օր առաջ տեսա մի հատ հայտնի լկտի բանը վառապաշարով չէ, լկտի պահվածքով մի հատ թուրքական բլոգեր կա, որին շատ լավ, ասենք, բան ասեն, Սիլումա երևի թե ազգությամբ ղազախ պատմաբանը, հա, ինքը այդտեղ մի հատ բան ասեց, որ դա առաջ չէր ասում, առաջ հակառակն էր ասում, դա երևի վերևից իր Բաքվից իր տերերը, կորցքով կերակրողները ասեցին, էսի ասա, իսկ ինքը ինչ ասեց, որ շատ են տարբերվում մեր եղբայր թուրքերը, այսպես ասած ազարիները, շատ են տարբերվում։ Իրանք, որ հանգարց մեր հետ միանան, դա մեզ վնաս է, դա օգուտ չի։ Առաջի անգամ, այո, բանը այդ ռազմավարի բլոգի մեջ կա այդ բանը։ Դե մեկ հաճույքի համար լսում եմ, հասկանամ Բերնի Գյոլը, ինքը բան է, էլի։ Հա, բայց դա վերջին ատյանի ճշմարտություն չի, որովհետև Իրանի ներսում տարբեր շերտեր են, հա, փոքրամասնությունների։ Մենք հիշում ենք, որ եթե չեմ սխալվում, հյուսիսում թուրքախոս բավականին լայն զանգվածներ են։ Բայց հետ եմ ասում, հյուսիս-արևմուտք եւ արևմտյան նահանգները թուրքաբնակ, մեծ հարց է, էլի, ասենք, Բաքվի հանրապետությունը իրանց կմսնի իրար մեջ, թե այս Բաքվի հանրապետությունը կադապտացվի մտնելով, ասենք, բանի մեջ, իրական Ադրբեջանի նորաստեղծ ազգային, ոնց որ ասած, տարածքի մեջ։ Ու դա հաստատ Բաքվի խանի շրջապատից այդ բլոգերի ինչ պետք է ասել էին, որ ինքը նման հայտարարություն աներ, պետք է հենց այնպես չի, Բաքուն հասկանում է գլխի գալիքը։ Այսինքն բանը մենք չենք հասկանում, վախեցած չէ, էլ ինչ որ վախեցած զգուշավորություն, այո, զգուշավորություն, որովհետև եթե իրանք կուզենան էլ, իրանց հակով չի։ Ես շատ հաճախ, ասենք, Ղարսի նահանգին եմ անդրադառնում, ասում եմ, իսկ մենք արժանի ենք, արժանի ասելով պատրաստ ենք, եթե փլուզվի ինչ-որ ձևով, տրոհվի Թուրքիան, գոնե Ղարսի նահանգը արևմտյան Հայաստան չլինելով, արևելյան Հայաստանի հատվածը լինելով, Սուրմալու, ասենք, բանի հետ, նահանգի եւ Դարոյնքի հետ մենք կուտանք։
Կարծեմ ոչ։ Չունենք այդպես օրակարգ։ Մենք ունենք իշխանական բանը։ Ոչ մեկ չունի, նախորդ իշխանություններն էլ չունեին։ Ցավոք։ Որովհետև ոչ մի բան չես անում, որ պատրաստ լինես։ Ես ամենասկզբում ինչ ասեցի, պետություններ կան ու հասարակություններ կան, որոնք ցանկացած արհավիրքից օգուտով են դուրս գալի։ Եվ ունեն հավակնություն, բան Վարդանով, ախր հետել ասեք էլի։ Հավակնությունը դա ուրիշ բան է։ Չէ, ամբիցիա, Թրամփին չանում։ Օրինակ Շվեյցարիա, ինքը ոչ մի ամբիցիաներ չունի հարևանների հողի վրա։ Բայց ցանկացած իրավիճակից պլյուսով է դուրս գալի, ցանկացած միջուկային զենքի, ասենք, սրվածություն ինքը պլյուսով դուրս եկա, որտեվ հսկայական քանակ ֆրանսիական միլիարդատերեր ու միլիոնատերեր եկան, ասենք, բունկերներ ու եսի մինչեր փորեցին Շվեյցարիայում, տներ, բունգալոներ, բան, կապիտալի հոսք տեղի ունեցավ Կարիբյան կրիզիսի արդյունքում Ֆրանսիայից եւ մի քիչ Գերմանիայից, ով ասես տեղափոխվեց Շվեյցարիայում տուն առավ։ Ինքը ամեն ինչից օգուտով է դուրս գալի։ Դրա մասին է խոսքը, որ կան պետություններ, որ ցանկացած արհավիրքից օգուտով են դուրս գալի, մանավանդ հարևանի մոտ։ Հարևանի մոտ արհավիրքի, ասենք, պլյուսով դուրս գալու համար, ասենք, քանդվեց Թուրքիայի Հանրապետությունը։ Կարա չէ, այդպես իրավիճակը։ Մենք պլյուսով դուրս չենք գա, որտեղ մենք ոչ մի բան չենք անում, որ այդպես իրավիճակում պլյուսով դուրս գանք, առանց որից մեր համար դա լուրջ պրոբլեմա լինելու, որովհետև ասենք կարող է հանգարց զորևով Ղարսը, Վանը կպցնեն Հայաստանի Հանրապետությանը ու խոսքի օրինակ 2.5 կամ 2 միլիոն ընտրողին գումարվի 8 միլիոն, ասենք, մուսուլման ընտրողներ Վանում եւ Ղարսում ապրող։ Պատկերացնա չէ՞ դա ինչի կբերի։ Դա Հայաստանի կործանումն է։ Հիմա նմանատիպ զուգահեռ դուք Ադրբեջան-Իրան եք անցկացնում, թե Ադրբեջանը տենց հիմար չի։ Չէ, ինքը հիմար չի, ինքը հասկանում է, որ ինքը պատրաստ չի։ Պատրաստ չի դեմոգրաֆիկ, պատրաստ չի դեմոգրաֆիկ, տարածքային, այն բաները, մարտահրավերները, որ իր շուրջ շատ արագ կձևավորվեն, ինքը ստիպված է լինելու երկար ժամանակ իրանալեզու, ասենք, առանձնացած տարածքի հետ պատերազմի մեջ մտնի ու շատ հարցական է ավանդեղ ինչ վիճակա լինելու, կարճ ասած, դա չի բացառվում, որ Բաքվի Հանրապետության վերջը լինի, իսկ 99%-ով Ալիևի քրդական ընտանիքի, ասենք, խանության վերջն է լինելու։ Թուք։ Հա, 100%։ Ինքը 100% վերանալու է որպես առաջնորդ։ Այսինքն քուրդ առաջնորդ դրանք չեն ընդունի։ Գեներալի սա ազդակ էր նաև, հա, տենց։ Կարծում եմ այո, կարծում եմ այո։ Բանը, հիմա Իրանի նորից եթե անդրադառնանք այն ինչ որ այնտեղ կատարվում է, Իրանի ղեկավարությունը ու ուժայինները, ոնց որ ասած, բարձիկներ են դնում իրանց ընկնելու վայրը, որտեղ որ հնարավոր է ընկնեն, կարելի է նույնիսկ գնահատել խելացի քայլեր են անում, ցանկացած, ասենք, սպանված ցուցարարի հետ կապված ունեն ռոլիկներ։ Դուք կրակոց, երբ որ արվում է ինչ-որ ցուցարարի, բունտաշիկի, չգիտեմ, ոնց ուզում եք արեք, պարտիզանի, առաջատար մարդու ցանկացածի վրա կրակելուց վիդեոռոլիկներ ունեն։ Դա շատ խելացի ձև է։ Օրինակ, նման բան իմիջայլոց Հայաստանի Հանրապետության ներքին զորքերի ֆունկցիաները նախորդ կատարող ոստիկաններն էին անում եւ նաեւ դրա պատճառով է հայտնվել ժամանակին համացանցում ոստիկանության հատուկ միջոցի ռեգլամենտի խախտմամբ կիրառման ռոլիկները, որ կարեն, որ նռնակը գցել էին ցուցարարների մեջ ու դժբախտ մարդու, որը ուզում էր, ասենք, ինչ-որ տեղ չեզոքացներ էտի կամ վնաս պակասացներ, ձեռքը կդրվավ։ Այ ոստիկանության կադրերը, եթե չլիներ, դա չէր լինի, բայց ինքը չէր հայտնվի ու չէր լինի ապացուցողական բան էլի, ասենք։ Կարճ ասած, իրանացիք, որ հետագայում գլխներին գալիքը, ասենք, լավ պատկերացնելով ու չեմ կարծում, որ բանա այդ խժդժոցների մեջ անզեն մարդ չի սպանվել, բայց այդ անզեն մարդկանց սպանության հաստատ կադրերը կորելու է եւ լիքը սպանված մարդկանց կադրեր է լինելու, որոնք որ զենքով են։
Կարճ ասած, միջազգային ատյաններում իրանց ճնշելը լինելու է շատ բան, էլի, այնպես մերկապարանոց, որ սա ճնշել եք, կրակել եք եւ այլն։ Իրանը կարճ ասած, որպես կայսրություն հաշվի առնելով, առանց լուրջ օկուպացիայի բացառվում ընտրողն։ Հիմա տեսեք, Միացյալ Նահանգներ եւ Իսրայել ակնհայտ է, որ երկար ժամանակ պատրաստվում են Իրանին կուլ տալ։ Սենց ասեք, փոխել իշխանատալու ցանկություն իրան կարող են, բայց ուժ չունեն։ Հա, իշխանական որտեղ կուլ տալը դա օկուպացիա է։ Վերնախավ դե շահի որդուն են պատրաստում, ավելին արդեն տենց Թրամփը, նույն ինքը արդեն ինչ-որ բաներ, շահի որդին։ Այ բանը կներեք, էլի Արտակ ջան, բանը ընդհատեմ։ Երբ որ բունտեր եղավ, ինքը մաքուր տնտեսական դոլարի կուրսի կենտրոնական բանկի դեմ ուղղված բան էր, բայց միանգամից Ռեզայի անունը առաջ եկավ, դա նշանակում էր, որ բանը պատրաստ էր Իսրայելը եւ Միացյալ Ամերիկայի Նահանգները ցանկացած զարգացում շուռ տալ իրանց ուզած ուղղության վրա եւ ոնց որ ասած կրակի մեջ բենզին լցնել։ Դե իրանք դրա աշխարհի չեմպիոնն են։ Հա, բանը այս բանի ժամանակ Մոհամեդ Ռզայի որդին խայտարակ եղավ կես տարի առաջ, իրան շատ իրանացի հայհոյեցին, շատերը, որովհետև ինքը ասաց, որ Իսրայելը լավ անում, որ ռմբակոծում է իմ հայրենիքը։ Այն դեպքում, որ իր բանը կրսերի եղբայրը, որը սրանից մի 10 տարի առաջ թե մի քիչ ավել մահացել է, ինքը հակառակն էր ասել։ Չի բացառվում իր մահվան պատճառն էլ է, որ ինքը նման բաներ ասել, որտեղ ինքը ասել էր անկախ դրանից ես կվերականգնվեմ որպես, ասենք, բանը այդ թագավորական ընտանիք, բան այնտեղ կվերականգնենք մենք այնտեղ մեր շահությունը թե չէ, Իրանի ցանկացած սպառնալիքի դեպքում Իրանի վրա ես պատրաստ եմ շարքայինի տեսքով այդ համ Իրանը պաշտպանել։ Եվ կոնսոլիդացիա տեղի ունեցավ, ասենք զգալի մասով Իրանի բանը սփյուռքի լիբերալների բաների, երբ որ ռմբակոծում էին Իրանը։ Մենակ Շահզադեն էս թիվ 1 նասլեդնիկը նման բան ասեց։ Ու դրուկ կես տարի առաջ վարկաբեկված մարդու անունը դառնում է լոզունգ։ Հա, բայց դա գեներացվում է հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր մարդկանց։ Այդ լոզունգը որտեղ պետք է ժամանակին հայտնվեց, ժամանակին տպվեց, դա դրսից պարզ չի ախր։ Ընդհանրապես կես տարի առաջ ոչ միայն Իրանը, այլ նաև Սփյուռքը իրանց հայհոյում էր այդ մարդուն, ասում էր դավաճան։ Ընդհանրապես կես տարի առաջ ո՞րն է այդ դեպքում։ Ինքը շատ հարմար է Ամերիկայի եւ Իսրայելի համար։ Դες Ամերիկայի Բայց Իրանի ներսում հաջողություն չունի այդ մարդը, նորից բզում են։ Համենայն դեպս այս ցույցերը որ եղավ, զգալի մասով իր դրոշի տակ անցան, ասենք, գրեթե բոլորը, բացի ասենք այն թուրքալեզու տարածքները, որ մի մոմենտ իր դրոշով էին, հետո սկսին բելևին հայոյել։ Հա։ Բայց բանը որտեվ իրանք իրար մեջ էլ խնդիրներ ունեն։ Դա ցույցից չէր, որ դրսից օգտվողներ կան, պատրաստ են օգտվել, նախորդ բանը ցանց ունեն դավաճաններից եւ իրենց հետախույզներից բաղկացած, ասենք, որը որ շատ արագ իրենց ասելով այդ երկրների ոչ իրար։ Հիմա եւ ձեր ասածը, հա 12 օրյա պատերազմ, սենց ասենք, ոչ թե հաղթեց Իրանը, այլ չկարողացան Իսրայելը։ Իրանը միանշանակ այդ բաների մեջ պարտվավ, բայց պարտվավ բանը, գիտեք ոնց։ Չէ, բայց մյուս կողմը չհասավ իր նպատակին, սենց էլ ասա։ Պարտվավ կորուստների առումով, այ ոնց որ 16 թիվ բանը որոշ խելացի մարդիկ ասում են, ասենք, ես վատ եմ ասում, էլի, սարկազմա խելացի մարդիկ, ասում են մենք չպարտվանք։ Խարորյան, այ։ Ոնց չհասավ իր նպատակին, ախր իսկ դու նպատակից կորսի ես։ Հա, բայց ցույց տվեցին։ Ինչ նպատակ ցույց տվեց։ Մտնել, կոտրել դիմադրի պաշտպանական ամբողջ գիծը եւ ընդհանուր մինչեւ չոր լավ խորքեր է գարել։ Ո՞վ ասում։ Դե ցույց տվեցին մարդ։ Լավ էլի։ Ինքը շատ կոնկրետ 2016 թվականին ես ստիպված եմ կրկնեմ, էլի, որտեղ այդ բանը շատ մարդկանց պաշտպանության նախարարությունը չգիտի։ Ես այո։ Կամ էլ ինքը 16 թվից առեսուրս ստում է դրա մասին։ Ասեմ, բանա, ուրեմն 16 թվականին լսել եք, որ սպեցնազը թուրքական ոչնչացավ։ Լսել եք դրա մասին։ Թալիշ գյուղի մատույցներում։ Ո՞նց եղավ դա։ Ուրեմն դիրքեր, որը թուրքը գրավում է, գյուղ, որից բոլորը փախնում են, այդ թվում նաև հսկայական քանակ զենք ունեցող բնակչությունը փախնում է։
Դա խոսում է միայն իհարկե դրա մասին, որ մենք մինչև հիմա խելք չունենք, որ ամնիստիա անենք զենքը, անօրինական զենքը օրինական դաշտ մտցնենք, որ մարդիկ չվախենան այդ զենքը կիրառել։ То есть Թալիշի բնակչությունը անզեն էր ֆակտически օրինական, իսկ քանի որ ամեն միլիցիա իր պարտքն է համարում միլպետ նշանակվելուց դեպքում, իսկ իրանք միլիցիա են իրանց էությամբ, առաջի հերթին գալիս բերքահավաք են անում զենքի, սահմանամերձ գյուղերից։ Դա մինչև հիմա էլ բանը շարունակվում է։ Ուրեմն 2016 թվականին դիրք էր, հետո գյուղ, ու չգիտես խի մենակ սպեսնից նա գյուղում իրանց ոչ մեկ չի լարում, իրանք հանգիստ այդ գյուղում գալիս են, ականջներ են կտրում մի քանի ծերունիների եւ այլն, ասենք։ Հետո այդտեղ ուրիշ խնդիր լուծելու նպատակով, ասենք, հայտնված հայկական սպեսնազը իրանց հետ փոխհրաձգության մեջ է մտնում եւ իրենք 3 անգամ ավել անձնակազմ ունենալով, մարզվածությամբ մեր սպեսնազին չզիջելով, զենքով առավել լինելով, իրանք չգիտես խի հետ քաշվեցին։ Հետ քաշվեցին, ինչից կլինի։ Կարող է իրանք ցանկություն չունեին Թալիշ գյուղը գրավել, այլ ընդհանրապես ապահովում էին Թալիշ գյուղում դիրքերի ամրացումը եւ քիթը էսյան շուռ տալը, որտեղ այդ դիրքերը նայում էր դեպի թուրքերի հողերը, իրանց պետք է ձևափոխեր, մի քանի ժամ դրա համար անհրաժեշտ շուռ տալ դարձնել հակահայկական դիրքեր։ Հետո ինքը սուսուփուս հետա քաշվում, իրանց ուղղակի բախտը չի բերում, հայկական սպեցնազը նաստիրնի, էշ, հետում իրանց ոչնչացնում է։ Դա գովում եմ ես մեր սպեցնազին, էլ ասենք։ Իսկ հետ քաշվելը սպեցնազի, հետևից չգալը լեռնային հրաձիգների են դեպքում, որ իրանք այնտեղ կայնած սպասում էին։ Դա նշանակում է իրանք ընդամենը ոտատեղ էին անում։ Ոտատեղ։ Հիմա թողնենք պլացդար, նույնը լալալայքում ա եղել։ Լալալայքի դեմը օպերատիվ, այսինքն պրաստորա կոչվում, էլ այսինքն բաց, ծակ։ Իրանք գալիս լալալայքի վրա էլ առաջ չեն հետում։ Դա ո՞նց հասկանալ։ Փորձում են լայնացնել լալալայքի կողքի դիրքերը, դե մերոնք լավ դիմադրում են, մի քիչ վնասներ հասցնելով, ու լուրջ վնասներ հասցնելով աչու ձախը, ասենք, թուրքը ասում է, լավ, լալալայքով յոլա կեթան։ Ու լալալայքը լավ էլ յոլա գնաց 20 թվականի հաջողությունները սկսել է այդ ոտատեղերով Մարդակերտի հյուսիսում եւ լալալայքի ուղղության վրա։ Ինքը այդ իր ոտատեղերը օգտագործեց։ Հայաստանի Հանրապետությունում էլ ինքը ոտատեղեր սարքեց 20 թվականից էսյան, 21 թվականին։ Ոտատեղ սարքեց Քարվաճարի ձորից դուրս եկավ Գեղարքունիքի պլատոյի վրա, Վարդենիսից մի քիչ բարձր հարթության վրա ոտատեղը։ Ջերմուկի, ասենք, հատվածը, այն որ ինքը sense ժայռերով պետք է գար դեպի ալլաճեր, այսինքն մի հատ կղզյակ, որը հեշտ կարաս ոչնչացնես։ Ինքը վեկալեց Սառնասարը եւ մինչեւ Ջերմուկ մոտիկացավ մինչեւ 4-4.5 կիլոմետր Ջերմուկ քաղաքին, արդեն էդի պլացդարմա։ То есть ոտատեղ է իր համար։ Ինքը զալոժնիկ ուներ մեր ձեռը, ալլաճերի թուրքերի, դառավ, որ ինքը պլացդարմի դա վերացեց։ Էլ այդտենց հեշտ իրանց այդտեղից չես անի։ Իսկ ինքը կարա ինչ պետք է անի։ Նույնը իշխանասարն է։ Լճերի մասով լսեցիք Զորավարի ասուլիսը։ Եթե պաշտպանության նախարարի հայտարարության հետ ասում է կամ պետք է դիրքը թողնեն, կամ պետք է Ադրբեջանի sense ոնց որ Բան լուծումը է դա, կա երկու ուրիշ տեխնիկական լուծում։ Եկել թույլ տվեք հարցը ստամ, էլի դուք լավ գիտեք ռազմական պատմությունը, հետաքրքիր զուգահեռներ եք ասում, ուրիշ հանճարեղ այտենց նախարար կա, որը խոսում է թշնամու դիրքի մոտով իր զորաբանակի անդամների անցնելուց կամ դիրքը թողելուց։ Համեցեք։ Դե բանա ալտերնատիվը այս ռելիեֆը, որը որ կա, այն դիրքերը, որը որ թուրքերը առաջ գալով իշխանասարի ու Սև լճի հատվածում ձևավորվել է այդ դիրքերը։ Այս դիրքը, ասենք, այն համառ տղեկի հաշվին, որոնք հետ չեն քաշվել, մնացել է մեր ձեռը։ Հիմա այս ռելիեֆով, այս որ 4.5 տարվա մեջ մենք չենք ապահովել ռելիեֆի փոփոխություն, ադապտացիա, որ մեջքի կողմից գան, մենք խելացի լինելու չեմպիոն ենք։ Ինչի է դա։ Եղնիկները, այսինքն որ քարտեզի վրա նայում ես, եղնիկների զորամասը,
հետո գալիս է Թալիշ, այսպես Մարտակերտ։ Այստեղից Քյասար անտառով պետք է ճանապարհ քաշեն, չեն քաշել 30 տարի։ Նույն ձևով այս 4.5 տարվա մեջ դաշի ճանապարհ քաշելու մասին չի խոսքը։ Ճանապարհ քաշելու մասին չի խոսքը։ Ընդհանրապես մի հատ պադիոմնիկ պետք է անեին, ասենք 1.5 տոննա գրուզա պադիոմն էստով, որ պետք եղած վաղ 6-7 հոգի մարդ իրանց նարյագայով նստի ու ասենք պադիոմնիկը բարձրանա այդ դիրքի մեջքի հետևը դուրս գա, որ իր մատակարարումը, հերթափոխը բան անցնի ոչ թուրքի քթի տակով, այլ մեջ դիրքի մեջքի հետևը։ Այդ պադիոմնիկը չենք սարքել, ու քանի որ չենք սարքել, այս ռելիեֆի դեպքում Պաշտպանության նախարարը ճիշտ է։ Կամ պետք է հետ քաշվենք, իսկ դա լավ բան չի, այդ դիրքը թողելով։ Կամ էլ պետք է անցնենք այդ թուրքի դիրքերի անմիջապես քթի տակ, որտեղ ձոր է, անդունդա, հա։ Պադիոմնիկ դժվար է սարքել։ Բավականին մի քանի իրատեսական մի քանի նման պադիոմնիկներ սարքող բանը այտենց փորձ ունեցող այստեղից ընդամենը երևի մի 500 մետրի վրա է ապրում այդ շատ լավ տղեն, որը ավիատոր էր ու իր որդին ծառայելով բանը այդ մռավի Լեռնաշղթայի կողմերը ինքը այդ գործի մեջ մտավ, հետո տղեն դադարել էր ծառայել, էլ շարունակում էր ու ինքը մի քանի հատ տենց պադիոմնիկ սարքեց, մի քանի 100 մետր, որ ասենք դեռ է տանում եւ մարդկանց եւ Այս քննությունները կա, բան չեն անում, կներեք, հետո ասում են կամ էս պետք է անեն, կամ են պետք է անեն, այ քեզ հանճարեղ բան։ Հասարակությունը դա մենակ մեզ չի բնորոշ։ Ռուս-ուկրաինական, ասենք այդ եղբայրասպան երկու Իվանները Մոսկվայից, Կիևից, որ իրար սպանում են, ընդեղել առաջատարը հասարակական միտքն է։ Հասարակական։ Դա գիտեք ինչի է նման։ Ուրեմն երբ բանը սնայպինգի չեմպիոնատը ալնում բաց Ամերիկայում բանը քաղաքացիականները գալիս են սիլլա են անում զինվորականներին, այն դեպքում որ զինվորականները հոյակապ սնայպերներ են, բայց հասարակությունը, քանի որ ինքը ասենք մի 15 միլիոն մարդուց է ընտրում, հետնել էնտուզիաստ մարդկանց, ով այդ զենքը սիրում, ում համար դա աշխատաբարձ չի, փողով չի ինքը դրանից կրակում, այսպես ասած պրոֆեսիոնալ չի, բարձկան չի եւ այլն։ Ինքը ավելի լավերին է կարում ստանա, ասենք 100 հոգի։ Իսկ բանակը այս 100-ի ֆոնի վրա մի 3-4 հոգի է, մի կերպ այդ մակարդակին մոտ անում։ Ուսում հասարակությունը միշտ ավելի մեծ объем ունենալով իր մարմնի մեջ կարում է ավելի օգտակար բաներ անի։ Հենա նայեք Ուկրաինայի, Ռուսաստանի, այս FPV շկեքը, այս բանը առանց ռադիոկապի անօթաչուները, այդ հետևից որ մոլուխա է թվում, այդ ամեն ինչը հասարակությունն է արել, հասարակությունը մցրել է զորքեր, այսպես ասած դաբրավոլցիները, բալանտյորները, այն որ փող էին հավաքում, բանը, այն որ սրիկաներ կային մեջները իհարկե մարդիկ կային, որ գողնում էին, բայց հիմնականում աշխատում էին հայրենասիրական բաներով եւ առաջ տարան ռազմական միտքը ուկրաինական բանակի եւ ռուսական բանակի։ Նույն ձևով հայկական հասարակությունը իր զինված ուժերի մեջ ոչ թե երեխա եւ զավակ տենալով, այլ տեսնելով գարանտիան իր ողջ մնալու այդ զավակ երեխա տենալը դա ամենահիմար բանն է, էլի ասենք, որ մեր ժողովրդի բերնի մեջ մցրել են։ Հա։ Ինքը այդ գարանտիան տենալով այդ գարանտին փորձում էր անընդհատ ինչ որ ձևով աջակցել, օգնել, այդ թվում նաև հերադիտակներ, ցանկացած դիրք մտներ մի քանի հատ գրաժդանսկի հերադիտակ կար։ Այդ թողնենք բանակային ռեֆորմները, դա առանձին թեմա է, պարոն Վարդանов։ Հիմա նոր մեծ պատերազմի հոտ է գալիս։ Դուք եք շատ նշել, տարբեր նախանշանները միշտ։ Ահա, հիմա տեսեք 12-օրյա օդայինից հետո որ ամեն օր սպասում ես, որ ցամաքային այս անգամ ԱՄՆ-ն ու Իսրայելը կգրոհեն։ Նու երկու տարբերակ են ասում, Հյուսիս Իրանի մասն է խոսքը եւ Իրաքի հետ սահման։ Հնարավոր համարում եք թե ոչ։ Իսրայելը օկուպացիա Իրանի չի կարող գնա, չի ձգել։ Ցամաքային հարձակում։ Չէ, իր հակով չէ։ Դե ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ի հակով էլ։ Ահա։ ԱՄՆ-ն իր զինված ուժերը այդքան չի կրճատել, ոնց որ հանճարեղ ասենք խաղաղասեր գերմանացիք, խաղաղություն գոռացող ֆրանսիացիք, խաղաղություն աղերսող ռուսները, իրենք քիչ են կրճատել, ասենք մի 10-15-20%, 90 թվերի սկզբից էսյան։
բայց ամենայն դեպս կրճատել են ու կրճատելու ֆոնի վրա կրկնապատկել են, չէ, եռապատկել են իրանց ռազմական բազաները, որտեղ պետք է զինվորականները ներկա լինեն։ Փաստացի ստացվում է կրճատել են իրանց զինված ուժերը շատ։ Տենց է ստացվում, չէ, պարտականությունները շատացրել են, կրճատել են շատ քիչ, աբսոլյուտնի բանը թվերով էլի ասենք, բայց իրականում ստացվում է, եթե առաջ ինքը ուներ 200 զինվոր երկու բազայի համար, հիմա ունի 180 զինվոր 6 բազայի համար ու 100-100-ի փոխարեն 60-60 են նստած այնտեղ։ Այդ 60-60-ից եթե ինքը 30-30 վեկալի հավաքի ինչ-որ խմբավորում, որ կարա գրոհի Իրանը, այն 30-30-ը անես բանա խոցելի են դառնում տարբեր Ուսամա Բեն Լադենների համար էլ ասելու չի։ Ну ոչ միայն։ Կամ լավ, հա, Իրանի ձեռամբ Ուսամա Բեն Լադենների համար։ Պայմանական եմ ասում։ Չէ, ճիշտ եք ասում։ Լուկաշենկոների, չգիտեմ, Պուտինների, Թիրախ դառնում արևմտասերների դեպքում, ասենք, Վուչիչների, եսի ուշում։ Okay։ Իրանց թիրախավորողների համար ինքը շատ հեշտ թիրախա դառնում։ Բայց այդ դեպքում Թրամփի խոսքերը ոնց հավատալ, շոու։ Չէ, ինքը փորձում է հարասլավական սցենար անցկացնել։ Հարասլավական սցենար 99 թվական որքան հիշում եմ, ուրեմն Բելգրադի ռմբակոծելու բանով, ընդ կամուրջներ են, որ քաղաքացիականները հելնում լցվում էին կամուրջի վրա, ասում էին մի ռմբակոծեք, բայց բանը Հարասլավյան ամեն ինչ արեց, որ իր զինված ուժերը կարողանա պահպանի, պոտենցիալը պահպանեց, բայց համենայն դեպս քաղաքական վերնախավը ծռան վերգոներ ով ասում, որ մենակ ասենք էս հարավային Կովկասում կա, տարբեր երկրներում կա, եւ բանակը չվախենալով պատրաստ էր քայլեր արել, բայց քաղաքական վերնախավը հանձնվեց։ Ես նկատի չունեմ մենակ պետության ղեկավարին, որը հետագայում ասեն Գագայի դատավարությունների վաղ մահացավ։ Դա ուրիշ կինո է։ Օրինակ կա Մադուրոյի պես դուխով տղա ում գողացան։ Դե ես հետ եմ ասում։ Կա Իրան, որտեղ կներեք բանակները մենք գալիս ենք 4 բանակ ունի 4 մոտիվացիա։ Առաջի աստիճանից մեր զրույցը աստիճաններով բարձրանում ենք։ Հասել ենք 3-րդ, ու արդեն մոռանում եք, ասենք առաջի աստիճանը։ Մենք որ ասում ենք պատրաստվել է պետք։ Մադուրոն չի պատրաստվել։ Մադուրոն չի պատրաստվել։ Ուգո Չավեսի, ասենք, բանը ֆենոմենը։ Ինքը ոնց որ Ֆիդել Կաստրո լիներ ու իր համար Ֆիդել Կաստրոն մեծություն էր, Չավեսի մասին է խոսքը, հա։ Ինքը այդ իր կրկոտ բանի հաշվին ժողովրդի հսկայական, ասենք, սեր էր վայելում։ Եվ հելներ, ասենք, բանը սուսերը հաներ, ասեր գրոհում ենք ամերիկյան բանը պանկերը եւ Սուզանավերը ժողովրդի հետևից կվազեր։ Բայց Մադուրոյի հետևից այդպես վազող չեն, էլի, որտեվ այդ շարմը չունի։ Բարաբան խփող տղա է, էլի, տենց։ Այդ շարմը չունի, էլի, ասենք, ոնց որ խոսքի Ուգո Չավեսն էր, ոնց որ Ֆիդել Կաստրոյի եղբայրը, Ռաուլ Կաստրոն, որպես զինվորական շատ ավելի լուրջ էր, քան Ֆիդել Կաստրոն։ Ֆիդել Կաստրոն հենց իջնում են Կուբա, մի երկու հատ կրակում է, դրանից հետո մի երկու ամիս ռազմական գործի մեջ խառնվում է, հետո ընդամենը ոչ ժամանում։ Ընդհանուր ղեկավարն է, Լենինն է Կուբայի դառնում։ Իսկ բանը կռվողները, Տրոցկիները, Ֆրունզեները, Վարաշիլովները, Բուջոնիները ուրիշ էին։ Ու դրանցից մեկը Ռաուլ Կաստրոն էր։ Ռաուլ Կաստրոն, որ իրական հաղթանակի բանը ռազմական բացիստային հաղթանակի մեջ ավելի մեծ ներդրում ունի, կարելի ասել իրական հաղթանակի հեղինակն է, մարտական հաղթանակի, իր հետևից ժողովուրդը չի վազի, ասենք, ամերիկյան բանը դեսանտը այդ խոզերի բանը ծովածոցում ջարդել փշրելու գործով։ Իսկ Ֆիդելի հետևից վազեց։ Հասկանում եք, կա էլի տարբերություն։ Հետնել մեծ հարցական է, հիմա այդ պրոստը մարմիններով վազելով կկարնաս այդ հարցերը լուծես։ Տեխնիկան շատ է զարգացել, պայթուցիկի հնարավորություններն են շատ ուժեղացել, ճշգրիտ է թնդանոթի կրակոցը ավելի ճշգրիտ է դառել, ասենք, քան 50-ական, 60-ական թվականները։ Կարճ ասած, հիմա կարող է մարմիններով չկարնաս այդ հարցերը փակես։ Հիմա որ վերադառնանք Իսրայելի եւ Ամերիկայի օկուպացիայի փորձին։ Դա կլինի իրանց համար կործանարար, եթե իրանք Իրաքի բանը սցենարը չկրկնեն ավելի կատարելագործված 35 տարվա տեխնոլոգիաների բանը հաշվի առնելով եւ
բան նաև դիվանագիտական եւ համաշխարհային զարգացումները հաշվի չառնել։ То есть եթե զուտ իրանց զորքերով իրանք էդի փորձեն անեն, իրանք բարի են գնալու։ Եթե իրանք փորձեն իրաքյան սցենարը, Քուվեյթից դուրս շպրտելու իրաքյան սցենարը, ոչ թե Իրաք գրավել մի քանի դաշնակիցով, այլ Քուվեյթից դուրս շպրտելու համար, ինքը որքան հիշում եմ, մոտ 5 միլիոն մինչև խմբավորում հավաքեց, ում ասես ընդ դաշնակից դարձնելով Սաուդյան Արաբիային, արաբական երկրի դեմ կռվելու համար արաբական դաշնակից զորքեր էր բերել լցրել իր մոտ, եվրոպական զորքեր կար, ով ասես կար։ Մի տարի ուշելներ ռուսական զորքերն էլ կլներ, հələ չէր հասցրել Ռուսաստանը ամբողջությամբ պարկետ մեջքի վրա ու ասենք ծծվարել է, ասենք սառը պատերազմի արդյունքը, որ սող ընդունում են, որ պարտված են։ Միայն Ժիրինովսկին ինչ-որ բաներ խոսած ընդ ինքը բաներ էլի, ուղղակի խոսած։ Կործանվելու են, եթե հարձակվեն ու իրանք դա հասկանում են։ Նայեք Մադուրոյի բանն էլ։ Բայց մյուս կողմից է Վահբանկեն է գնում, տարբերակ չունեն։ Այսքան բզբզացել են։ Չկներեք, ինչու նվեր տվին Արցախը բանին Ալիևին, ո՞րն է։ Այս ռեգիոնում իսկ դա ամերիկան տվել։ Դուք դե բիերակողմ համաձայնությամբ։ Ես համոզված եմ, Ամերիկա, Բրիտանիա, Թուրքիա, Ռուսաստան։ Այո, այդ 3 երանախագահները սա համաձայնվել են, հրաման տվել են, չգիտեմ, դա պետք է ունենաս բազա, էլի, որ ունենաս Турецкая республика։ գլխավոր շահառուն իհարկե թուրքերն էին։ Այո։ Հա, բայց իրանց մեջքի հետևը այս 3-ից որ մեկն էր կայնած, չկա էլի ապացուցողական բազա։ Բայց 3-ն էլ համաձայնություն են ունեցել։ Հիմա մեկը ինչ-որ իրական տերն ա եղել, էլի, ոնց որ բանն ա եղել, պրոֆեսոր Մարիարտին ա եղել, էլի, չերևացող, ասենք, գլխավոր շահառուն ա եղել, չերևացող։ Բայց այն երկուսն էլ դաբրո են տվել։ Հիմա այս որն է այս իրանց դերը, ես չգիտեմ։ Թուրքերի ստեղ կարտ բլանշը, որ իրանք ստացել էին, ուղղված է եղել կոնկրետ, շատ կոնկրետ։ Հարավային եվրասիական պրոյեկտը առաջ քաշելու։ Ռուսաստանը հույս ուներ Նազարբաևի միջոցով, Նազարբաևի հետնորդների միջոցով, ու մնացած թուրքալեզու Բաշկորտստան, եսին ինչ բան, դրա միջոցով հարավային եվրասիական պրոյեկտի մեջ ներթափանցեր եւ տեր դառնար։ Ֆրանսիան կամ Եվրոպան փորձում էր այդ եվրասիական պրոյեկտը իրանով աներ, Ամերիկան էլ ասում էր, դե ինչ ուզում եք արեք, ես հավես չունեմ։ Հիմա կարող է ինքը դա ասում էր, բայց իրական այդ շահառուն ինքն էր։ Ոնց որ ասում եմ, բանը չկա էլի ապացույցներ դեռ բաց աղբյուրներում, որ կարողանանք ինչ-որ հետևություններ անենք։ Հիմա ով ինչ ասում է, իր սեքսուալ նախասիրություններից է ասում։ Սիրում է ինչ-որ մեկի հետ սեքսով զբաղվել, ինքը այն մյուսին հայհոյում է։ Okay, բայց փաստա չէ, որ Ալիևին նվիրվեց Արցախը։ Ոչ թե սիրուն աչքերի համար, այլ ինչպես ժամանակը ցույց տվեց, իսրայելական զրահա ասացի ես, հարավային եվրասիական պրոյեկտի մասին է խոսքը, կա հյուսիսային եվրասիական պրոյեկտ, դա Ռուսաստանն է, եւ կա հարավային։ Ախր միաշերտ չի, ինձանից լավ գիտեք, ընդ մի քանի թիրախ կա, չէ՞։ Հարավային պրոյեկտ, Իրանի օկուպացիա։ Հարավային եվրասիական պրոյեկտի համար Ռուսաստանը առանց Իրանի հետ բախվելու պատերազմի Արցախը եւ այդ մեղրո բանը, այդ global mobile-ի ասենք պլանները պետք է բանալվեն, միացվեն։ Հիմա խնդիրը դրա մեջ է, որ եթե մենք որպես ոսկոր դուրս ենք եկել այդ վիճակից, գոնե որպես ասենք վզկապ լինենք թուրքական շամ վզին։ Պայմանական էլի, ոնց որ ասած օբրազնա բանա выражаясь։ Գոնե այդ վզկապը լինենք։ Այդ վզկապը դառնալու համար մենք իրական տերերի հետ պետք է կարողանանք լեզու գտնենք։ Գտնում ենք, բերել ենք Թրամփին, ասել ենք, «Էս մեր զանգեզը, էս է քեզ քո ուղին ախպեր ջան»։ Միանշանակ տերը չի, ինքը այդ 3 տերերից մեկն է, թե որ նա իրական տերը մենք դեռ չգիտենք։ Խեղճ Միրզոյան Արարատը մեռավ ասելով, չէ՞ ով է տերը։ Չէ։ Ասես չափաբաժին ամերիկյան շատ է, հետեւաբար մասին չի խոսքը։ Ես այդ տրիպի հետ չեմ, որ ասենք տրիպերները այտենց թույն կարող է ստանալ դրանից, բանը։ Ես դրա հետ Էս ինչ բնորոշումներ ես տալի ախր։ Ես չեմ տվել, բանա, դա անցիտապոր հաղորդում եմ լսել, ինչ շատ դուր է եկել, որովհետև ինքնախաբեության ձևերից մեկն է մեր, ոչ մի բան չանելու, ինչ որ բան դրա դիմաց գարանտիաներ անվտանգության ստանալ, փող ստանալ,
Այդի ոնց ասեմ, այսօր որ գալիս է, ուրեմն հանդիպեցի իմ պատեպատ հարևան հիմնարկի բժիշկի հետ, այնտեղ հիմնարկա իմ տան հարևանությամբ, ու ինքը ասում է, բանա, բա մեր հույսը Ամերիկան, մեր հույսը, ասում եմ ցավը տանեմ, հույսը դաժե Աստծո վրա չի կարելի դնել, չի կարելի, Աստծուն պետք չի կարելի, Աստծուն պետք ծառայես լավագույն ազգը պաշտպանելով, ոչ թե հույս դնես ինքը քեզ ծառայի, կլինի ասենք Աստծուն դու ծառայես, բայց եթե Աստծուն պետք ծառայես, խիր ես ուզում իրան ծառայացնես քեզ, հույս դնելը դա ծառայացնել քեզ է, вообще-то հա, այո, կլինի մենք ծառայենք Աստծուն, ասենք պաշտպանել աշխարհի ամենալավ ազգը, ամենասիմպաթիչնի, ամենասիրուն աղջիկ երգով, ամենագեղեցիկ եւ պերսպեկտիվաներ ունեցող երեխաներով, կլինի մենք ծառայենք Աստծուն, իր համար ամենակարևոր ազգը ուժեղացնենք, պաշտպանենք ու զարգացնենք, երկրագնդի տերը դառնանք։ Դրանով է զբաղված ենք էլի հազարամյակներ, պարոն Վարդանյան։ Չէ, բայց իրականում այդպես է։ Ուղղակի մի քիչ երբեմն ռազմական մեր հանճարը միշտ չի որ փայլատակել։ Ռազմականի մասին չի խոսքը, ռազմականը ընդհանրապես դա բաղկացուցիչ։ Հա, ճիշտ եք ասում, բայց պաշտպանելու համար դու պետք է, ախր մեր մեջ այդ ռազմականը, օրինակ ազգեր կա չունեն այդ։ Մեր մեջ այդ տաղանդը կա։ Ռազմականին։ Հա, ու հիմնականում ծառայում է ուրիշ երկրներին։ Դե չէ, լավ։ Ցանկացած զորավար, որ նայում ես, վերջին մի քանի 100 տարվա մեջ։ Ցանկացած, գիտեք ինչքան լուրջ զորավարներ են եղել, ասենք գեներալներ, առաջին համաշխարհայինի ժամանակ աշկծակած բանը, որ հրաժարվել են գան Հայաստան պրոյեկտի համամասնակից դառնան 18-19 թվականներին։ Չեն հավատում այդ պրոյեկտին։ Երբ որ կայսերական լուրջ բանակներում ծառայում են, հիմա բանը շատ-շատերին մենք մեծարում ենք 92 թվականի վերջ, 93-ին եկած ռուսական բանակից, սովետական բանակից սպաներին, մոռանալով, որ եկան իրանք այն բանից հետո, երբ որ իրանց տերը դադարեց իրենց աշխատավարձ տալ, դադարեց իրանց պերսպեկտիվա, ապագա ապահովել։ Մենք նորից Հայաստանի ոնց որ զինված ուժերի ռեֆորմներից ենք խոսում, կրկնում եմ, սա առանձին թեմա է, ես պիտի էլի գամ մեր հիմնական թեմային, արդյոք երկու տարբերակներն էլ ցամաքային կամ ոչ միևնույն է, Իրանի այդ բախումը մեզ համար ունի կամ պարունակում է ռիսկեր։ Էնելի ձև։ Առաջինը նախ ինչպիսի եւ երկրորդը ինչ պիտի անենք այդ։ Առաջինը, ասենք շոշափելի ռիսկը, ասենք իր մեջ պարունակում միանգամից բեռների, ասենք տեղափոխման ընդհատումը ռազմական կոնֆլիկտի ժամանակ կամ խառնված, ասենք Իրանի քաղաքական խառնված իրավիճակի բունտերի բաների պայմաններում։ Պարզա չէ, որ կարող է քո վագոնները թալանեն, կարող է ասենք քո զենքը ընդեղով չթողեն գա, ինչ որ տարածք տերելնի, ասենք բանա մեսնի начальник, էլի ոնց որ բանա Չինաստանի միլիտարիստ գեներալները որ կային։ Կարելի ասենք Բաքվի հետ լավ հարաբերությունների մեջ լինի, չգիտեմ, Ալիևի աղջկան սիրո առաջարկություն բան արածալնի, ոնց որ sense ու ասի չէ, ստեղով չանցնեք։ Ես այնքան ռիսկ չունեմ, էդի խլեմ, բայց իմ մոտով չանցնեք։ Իս ճանապարհը մի հատ է։ Բանդեր Աբասից դեպի Էսկոմ գալացող։ Կարա՞, всё, կարճ ասած, միանշանակ մեր համար վնաս է։ Օգուտով կարանք դուրս գանք, իհարկե, եթե պատրաստվենք։ То есть մի 20 տարի պատրաստվենք, հետո նման իրավիճակ լինի, կարող է օգուտով։ Ախր դրանն էլ է, պարոն Վարդանյան, հակադարձում, ասում եմ, տեսեք, օրինակ, մենք պարտված ենք։ Դուք ասում եք, այո, պատրաստվենք, բայց այնտեղ երրումը մեր ներքևը հարավում։ Ադրբեջանում որը որ շաբաթնա հա օթանաբեր են գալի, դու բացահայտ է, զինվում է։ Ճիշտ է, ուրիշ ֆռիկներ է անում Միսյո Ալիևը, բայց միևնույնը ակնհայտ է, չէ՞ որ ասում եմ, թշնամի երկիր է Հայաստանը։ Ուրիշ ֆռիկներ ո՞րն է։ Շատ կոնկրետ Ուկրաինա զենքեր է այդում։ Ուկրաինայի զենքա վերավաճառում ինքը Բաքուն։ Իր տարածքով անցկացնելով, որտեղ զենք վաճառողը իրավունք չունի վերջ զենքը վաճառի կոնֆլիկտի զոնա, եթե չկա պետության որոշում, որի տարածքում է ինքը։ Անմիջապես էդի այնտեղ վաճառում։ Ոնց հարուսները չեն տենում այդ ակաժները ձգեն։ Չեն կարող։
Ռուսաստանը որ ասում է, ասեմ, չեն կարում, այն որ ասում են Ռուսաստանը հարավային Կովկասից հեռանում է, ինչի մասին է խոսքը։ Չի կարում։ Չի կարում։ Համարում եք որ հեռանում է։ Հələ որ հա։ Ինքը նման է 18 թվականին, երբ որ ռուսական մեկնաբանություններ են մասն, էլի։ Ախր ես չի որ դեսպի ասեմ։ Ախր պատմական անալոգիաները Ռուսաստանը հարավային Կովկասից հեռանում է։ Թուրքմենչայով սկսեցինք, չէ՞։ ու Գյուլիստանով սկսեցինք, չէ՞։ Թուրքմենչայովը 90 տարի է։ Ռուսաստան Թուրքիա քանի պատերազմ ա եղել, Ռուսաստան Իրան քանի պատերազմ ա եղել։ Շատ լավ գիտեք։ Թուրքմենչայը 2000, то есть 1828 թվականներ, ինչքան հիշում եմ, չէ՞։ Այո, շատ ճիշտ եք հիշում։ Դրանից անցնում է մոտավորապես 90 տարի, ռուսական բանակը ամբողջությամբ հելնում է, ջախջախող թուրքերին բանակը, Յուդենիչի հրամանատարության բանը հելնում է ու հետ է եթում։ Ու ճանապարհին չմո մուսավացիստները, որոնց բանակի ընդհանուր թիվը 1000 հոգի էր։ Գնդակահարում է մինչև 5000 ռուս զինվորական պոեզի մեջ։ Ու մարսում է։ Ախր գիտեք ես Կարող է հեռանում էր Ռուսաստանը հարավային այո, Կովկասից։ շատ ճիշտ։ Հիմա նույնն է։ Մի այստեղ պետք չի վերջակետ դնել։ Ինչու, որովհետև ուրիշ ուղղությունների առաջնորդություն։ Ես ասում եմ ինքը չուներ ուրիշ ուղղությունների վրա։ Հիմա էլ անունը, բայց չի հեռանում, անհնար է։ Սա կենսական էլի գոտի է ներողություն ռուսական զինվորը։ Մենք մեծ հաճույք ենք ստանում, երբ որ լսում ենք այն, ինչ որ մենք ուզում ենք լսել։ Ախր հեսա կասեմ, ես քսան Ռուսաստանի ուղղակի փաստերը։ Միրոպե Արտակ, ախր ինձ լսելուց ինքդ քեզ ես լսում, Արտակ ջան։ Ասեմ ոնց, ես ասում եմ հեռանում է, ես չեմ ասում արդեն հեռացավ։ Չէ՞։ Էդ էլ չգիտեմ։ Այդ վերջավորությունը իմաստ չի։ Ասում եմ ախր հեռանալ կլինի հավաքի ռազմական հավաքի։ Որ փողես ասեմ, վերջացնեմ, խոսքը ցույց կտամ ոնց է հեռանում։ Ամենակիչը ինքը խաղաղապահներով թույլ տվեց, որ իր կոնտրոլի տակ եղած Արցախը ամենապրոռուսականը Երևակայի հարավային Օսեթիայից հետ ամենապրոռուսական տարածքը։ Դա այն տարածքն է, որ մինչև 88 թիվը մարդիկ հայերեն գրեթե խոսալ գրագետ հայերենով ընդհանրապես չգիտեն, երևի 99%-ը, բայց բոլորը գրագետ ռուսերեն էին խոսում։ Այդ տիպի տարածքից ինքը չկարողացավ այդ տարածքը պաշտպանել, չկարողացավ եւ հեռացավ։ Եղավ, որ ինքը նույնիսկ Թուրքմենչայի չէ, Գյուլիստանի պայմանագրով դրանից մի 20 տարի առաջվա պայմանագրով տարածքը զիջեց առանց դիմադրության։ Կարող եմ հեռանում է այդ նաև էտիա։ Ասեմ էլի փաստեր, որ հեռանում է։ Հիմա հեռանում է, որ Ռազբեգով հետ գա, թե հեռանում է ու իր Ռազբեգին թույլ չեն տա ուրիշ նոր առաջացած տերերը, դա ուրիշ խնդիր է։ Ես դրան չեմ անդրադառնում od slova совсем, որովհետև ես ռազմաքաղաքական փորձում եմ ասենք էքսպերտի մի փոքր դեր խաղամ։ Ես քաղաքականի մեջ չեմ մտնում, մաքուր քաղաքականի մեջ։ Պետք է չի մենք չենք որովհետև ես դրանից այդքան կոմպետենտ չեմ, մի մասնագիտության բան հետ չի առնչվում համարյա, էլի ես ոնց որ ասած, ինչքանով ես խելացի եմ, մի 1000 անգամ ինձանից ավելի խելացի մարդիկ կան։ Այդ բնոգավառումը, կողքեսով ես դրա մասին չեմ դառնում, ես ռազմաքաղաքական եմ։ Հիմա ասենք ռուսական բազային անդրադառնանք։ Ռուսական բազայում քանի հատ ռուսացավ է։ Մի քանի հազար կարծեմ, 2-3, չգիտեմ։ Ռուսական ռազմաբազան խաղաղ պայմաններում մինչև կոնֆլիկտը նախատեսում է մինչև 5000 մարդ։ Կոնֆլիկտի դեպքում, ուրեմն եսիմինչ պայմանների դեպքում մինչև 50000 աճում։ Այդ պայմանները չլինելու դեպքում մինչև 20000։ То есть այդքան բան կա, էլի, համապատասխան, ինչ պետք հիմքեր։ Այդ 5000-ը հիմնականում եղել է 4-ից 4.500։ Մի երկու անգամ եղել է պոլացակվել, ասենք, 3 քանիսա դարը։ Հիմա ենթադրենք 5000-ը։ Այդ 5000-ից քանիսն են ռուս։ Bog его знает։ Կեսի քիչ։ Ինչու։ Մնացածը հայեր են։ Առակը ինչ կցուցանի։ Առակը այն է, որ ինքը իր ռուսական զինվորներին ստեղ չի ուղարկում։
բավարար քանակով, անհրաժեշտ քանակով, թղթով ամրացված քանակով։ Եվս մի վկայություն, որ մանրից սովորվում է։ Դա լավ ցույց տալի, որ ինքը ստիպված է։ Ինքը չի ուզենա հեռանա, այդ ո՞ր մեկը կուզենա, ասենք, ինչ-որ տեղից հեռանա ու այնտեղից իրան մեր կրվեն։ Որտեղից հեռանում է մետրոպոլիան, իրան այնտեղ մեր են կրվում։ Անկախ դրանից դա Ռուսաստանա, թե ասենք, բանա, Բրիտանիանա, թե Ֆրանսիանա։ Աֆրիկայում, Բելգիայում ոնց կրվում են, տենց շարունակում են կրվել, չէ՞ ասենք։ Չնայած Բելգիան այնտեղից արդեն 70 թե 60 տարի է դուրս է եկել։ Հասկանալի է, չէ՞, ոչ մեկի սրտով չի, որ իրան մեր կրվել դա բառացի մասին չի խոսքը։ Դա բացասական վերաբերմունք քաղաքացիների, ասենք, ներգաղթ եթե գալիս են սպառողական բանձիցքի, ասենք, վերաբերմունք, բան, մետրոպոլիային, սա պրետենզիայով են, էլի։ Նայեք պակիստանցիք ոնց են իրանց պահում Լոնդոնում կամ ասենք, բանա, Հյուսային Աֆրիկայի նեգրոիդ ռասայի ներկայացուցիչ բաները ոնց են պահում իրանց Ֆրանսիայում։ Դա ոչ մեկի սրտով չի, դրա համար ոչ մեկ չեր ուզենա այդ դար, բայց ստիպված է հեռանում։ Ռուսաստանը ստեղից հեռանում է կոլոնիալնի այդ բանը այդ գաղութատիրական վիճակից, այն որ ասում են ռուսը ստե գաղութատեր չէ, բա ոնց է կոչվում ռուսական գաղութը ստեղ ներդնելը։ Դա հենց գաղութատիրությունն է։ Մեզի քիչ թե շատ, ասենք, ծառայացնելը եւ ասենք ասիմիլացնելու փորձերը։ Ես ռուսական դպրոցի ինչի համար եմ սովորել։ Կարող է դրա համար, որ ամբողջ Չինգավիթի շրջանում Բելինսկու դպրոցի մակարդակի հայկական դպրոց չկար։ Կարող է դրանից է։ Պարոն Վարդանյան, մի քանի րոպե մնացել։ Լավ, այս ամբողջ ռեգիոնը աշխարհակաղակական կոնյունկտուրան վերլուծեցինք, հասկացանք։ Հիմա այս ամեն ինչի մեջ փաստեցինք մի բան, որ Հայաստանի բանով, sense շրջագծով, իր պերիմետրով մեծ պատերազմի վտանգ կա եւ օջախներ են վառվում։ Հիմա դուք Բլիժնի Վոստոկ, հայրեն ոնց կլինի, մեծ մերձավոր արևելքը ինքը լիքը օջախներ, այո, դուք ասացիք, որ դա նաեւ հնարավորություն է արևանների համար։ Եթե ուժեղ ես։ Մի քանի րոպե, ինչ անել։ Ինչ անել, որ մեր համադառնա հնարավորություն։ Հա, վտանգը դառնա հնարավորություն, շանս։ Ну, առաջինը, ասենք, ժամանակ չկորցնել։ Ժամանակ մի ասեք։ Լուրջ եմ ասում, ժամանակ չկորցնել։ Նայեք, մենք պաշտպանության նախարարությունը հասարակությունը բեսպիլոտնիկ են, որ ռուսներ, բան ուկրաինացիներ, բեսպիլոտնիկներ, բրոնեժիլետներ եւ այլն, կամ գիշերային տեսանելիության սարք Հայաստանի զինված ուժերին 20 թվականին հասարակությունը դոմայի տեսքով դիրքեր սարքեց ժամանակավոր, որ պաշտպանության նախարարությունը հասցնի արագ անհրաժեշտ բետոնային, ասենք, շինություններ անի, որը բնական է հողածածկի դեպքում ավելի, ասենք, ամուր է, քան մեր կառուցած ժամանակավոր փայտա հողայինները։ Անկամ այն մետաղից գմբեթ 3-ը, որ անում ենք, բնական է, չէ՞, մենք իրան շնչելու հնարավորություն տվենք։ Իրանք մի քիչ բանը կոմպլեքսավորված ինստիտուտի նման Սմոլնիում սովորող սկսեցին պայքարել մեր դեմ, օգտվելու փոխարեն հասարակությունից։ Բայց հետո հասկացան ու բանը ոնց որ ասած նկատելու չէին տալու, որ մենք գործ ենք անում, իրանց օգտեն։ Արեցին իրանք բետոնային աշխատանքներ բավականին լուրջ, բայց ոչ բավարար քանակով։ Ոչ բավարար քանակով, ոչ թե գիտեք ինչ ձևի ոչ բավարար։ Ինքը խաղաղ պայմանների համար փոխհրաձգությունների 10 տարի առաջվա, 15 տարի, 90 թվերի փոխհրաձգությունների համար այսպես բան է։ Ժամանակակից բան է։ Բայց 20 թվականի կոնֆլիկտի համար ինքը արդեն բան չէր։ Ինքը 25 թվականի ռուս-ուկրաինականի համար խնդալու է։ 25 թվականի, ասենք, Իսրայելա-իրանական կոնֆլիկտի համար խնդալու է։ Երբ որ մեծ ամրոց մի քանի կիլոմետր կոնտրոլի տակ պահող։ Մեծ ամրոց դա նշանակում է մեծ թիրախ։ Ինքը ուրիշ բան չի նշանակում։ Հիմա այս զենքի պայմաններում, տեխնիկայի զարգացած պայմաններում, ճշգրտությունը զենքի եւ այլն եւ այլն։ Ցրվածությունը, որը որ գոնե երկրորդ գծում պետք է արվի, մենք չենք կարող անենք, որովհետեւ ոնդը լիքը որովհետեւ ներկա։ Այդ թվում պաշտպանության նախարարության խնդիրների, տեղական իշխանությունների, սեփական ատերերի, որտեղ առաջնագծում, երբ որ մի բան սարքում ես, ու գյուղտնտես վարողը, կապ չունի գյուղն է թե կոնկրետ ինչ-որ գյուղացի է,
ուշադրություն չի դարձնում, բայց առաջնագծից 3 կիլոմետր էսյան պիտի կառուցես ծրված, ասենք դիրքեր, դու դա չես անում, որովհետև ԿՆ-ն չի ուզում այդ ծախսանի կամ մի ուրիշ պատճառներ ունի, ասենք հրաժարվելու, տեղական մարմինները չի ուզում ձայներ կորցնի ընտրողների, որովհետև իր հողումը անելու, տեղացիներն ասում է, ախպեր դրա դիմաց ես հողս այսքան եմ գնահատում, այ ոնց որ Աբարանում այդ բանը Լեռնադահուկային բանը կառուցելուց լրված է, ասենք մի կառուցող, որովհետև ուռած գներ է ասում գյուղացին։ То есть չկա գիտակցություն, որ երկրորդ, երրորդ գծում անհրաժեշտ, ասենք շինարարություններ կա, անելու համ զինված ուժերում բավարար այդ գիտակցությունը չկա, համ բանա տեղական մարմիններում հնարավոր է քաղաքական, ասենք վերնախավում եւ գյուղացու, որը որ այդտեղ ապրում է։ Համակարգված էլի, absolute ժամանակը սպառվել է, բայց կարծում եմ մենք դեռ կանդրադառնանք այս շերտերին, սրանք չափազանց կարևոր են եւ շատ կոնկրետ օրինակներով։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ ՈՄԱ-ի նախագահ Վովա Վարդանովն էր այսօր Life Armenia-ի հյուրը, շնորհակալություն նաև ձեզ ուշադրության համար եւ մեր ալիքին բաժանորդագրվելու համար։